Բարև ձեզ, այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության մշակույթի հանձնաժողովի ղեկավար Անահիտ Ալեքսանյանին։ Այսօր կխոսենք երկրում կատարվող իրավիճակի մասին եւ անդրադառնալով հարցին, Անահիտ, խնդրում եմ ասեք, ըստ ձեզ ինչու է ստեղծվել իրավիճակ, որ երիտասարդությունը հաճախ դուրս է մնում որոշումների կայացման գործընթացից եւ ով է դրա համար քաղաքական պատասխանատվություն կրում։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար։ Այո, այսօր հրատապ է եւ խնդրահարույց է երիտասարդության ապագան, քանզի այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, որը ուղղակիորեն հետաքրքրված չէ եւ նրան չի հուզում իր երկրի երիտասարդության, իր երկրի ապագայի որևէ մի խնդիր կամ որևէ մի հարց։ Բոլորովին զարմանք չի առաջացնում այս ամենը, քանզի այսօր Հայաստանի Հանրապետության երիտասարդները գործող իշխանության մեղավորությամբ չունեն հետաքրքրվածություն եւ չունեն ներգրավվածություն քաղաքական պրոցեսների եւ գործընթացների իրականացման փուլերում, այսինքն մենք կարող ենք ասել, որ այժմ երիտասարդությունը կորցրել է իր համոզմունքները եւ վստահությունը պահանջատեր լինելու իր վաղվա օրվա համար։ Եվ մեր երիտասարդությունը ուղղակիորեն վրդովված եւ հուսահատված ընտրում է արտագաղթի ճանապարհը, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները օրվա ռեժիմի այս իշխանությունը ուղղակիորեն չի ստեղծում որևէ դրական եւ շահավետ պայմաններ մեր երիտասարդների ապրուստի համար։ Սակայն սիրելի երիտասարդություն նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ հենց այդ որոշումների հետևանքների առաջին հերթին կրողը հենց մենք ենք, երիտասարդ սերունդն է եւ միանշանակ մենք բոլորս պետք է ցուցաբերենք մեր ներգրավվածությունը եւ հետաքրքրվածությունը, ինչպես նաեւ լինենք պահանջատերը բոլոր այն գործընթացների եւ իրականացվող պրոցեսների համար, որոնք մենք այժմ ականատեսն ենք Հայաստանի Հանրապետությունում։ Ցավոք այսօր Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների խոսքին իրական կարևորություն հաճախ չի տրվում, սակայն միևնույն ժամանակ գործող իշխանությունը ամեն կերպ փորձում է ցուցադրել եւ համոզել, որ իր համար երիտասարդները եւ նրա խնդիրները առաջնահերթություն են, որ երիտասարդությունը նրանց աջակցում է, սակայն դա ընդամենը խաբկանք է եւ կեղծիք, ըստ որի գործող իշխանությունը հետապնդում է մեկ նպատակ, որով փորձում է հանրության աչքին թոս փչել, որ այո, այժմ երիտասարդները շատ լավ են ապրում, շատ դրական պայմաններում, սակայն սիրելի հանրություն պետք է կրկնեմ, որ դա միանշանակ հերթական խաբկանքն է։ Այսօր մենք ունենք մի իրականություն, մի իշխանություն, որը սիրում է ուղղակիորեն խոսել երիտասարդների մասին, սիրում է նրանց օգտագործել որպես դեկորացիա, որքան էլ դա կոպիտ է հնչում, իրենց տարատեսակ միջոցառումներին, որոնցից օրինակ կարող է հանդիսանալ այն վարչաբենդերը, որոնք իրականացվեցին հենց այն ենթատեքստով, որը ես արդեն իսկ նշեցի, ընդամենը ցուցադրելու համար, որ այո, այսօր իշխանությունը վայելում է մեր երիտասարդության աջակցությունը։ Միանշանակ մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը, այն խելամիտ զանգվածը, որը իրականում ունի համոզմունքներ եւ գիտակցություն, իրական պատկերացումներ երկրի ապագայի կարեւորության մասին, իհարկե չի աջակցում եւ չի սատարում նման ապիկար իշխանությանը։ Միանշանակ այն պահից սկսած, երբ խոսքը սկսվում է վերաբերվել անվտանգային քաղաքականությանը, կրթական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական ծրագրերի կազմակերպմանը, միանշանակ գործող իշխանությունը սկսում է ուշադրություն պարզապես չտալ եւ չդարձնել երիտասարդության կարծիքին եւ երիտասարդությանը ուղղակիորեն դուրս են մղում եւ դուրս են թողնում այդ գործընթացներից եւ մեր երիտասարդության փոխարեն որոշումները իրականացնում են առավել քան անձինք, ովքեր իրականում այդքան էլ մոտ չեն երիտասարդ սերունդին եւ առնչություն չունեն երիտասարդների խնդիրների հետ։ Լիովին ակնհայտ է դառնում, որ գործող իշխանության այս գործելավոճի դրդապատճառները մեկն են, նրանք իրական կարևորություն չեն տալիս երիտասարդներին, քանզի երիտասարդը նրանց համար դիտարկվում է որպես ոչ թե քաղաքական սուբյեկտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ որպես վերահսկվող զանգված, որին կարելի է տալ խոստումներ, խաբել իրենց խոստումներով, նախընտրական փուլերում այդ որոշ ծրագրերի նկատմամբ տալ համոզմունքներ, սակայն դրանց մասին մոռանալ նույն պահին, հենց այն օրը, երբ որ նրանք կվերընտրվեն կրկին անգամ հենց այդ երիտասարդների քվեներով։ Եվ հենց սա է գործող իշխանությունների քաղաքական գործելավոճը, որը նրանք արդեն իսկ բազմիցս գործի դրել են մեր հայրենակիցների եւ մեր երիտասարդության դեմ։
Այսօր Հայաստանի Հանրապետության երիտասարդությունը ուղղակիորեն դադարել է բարձրաձայնել բոլորային անարդարությունների եւ դժվարությունների մասին, որոնք նրանց հուզում է, քանզի մենք արդեն իսկ հասկացել ենք, որ գործող իշխանություններին դա ամենևին չի հուզում, գործող իշխանությունները չեն զբաղվում եւ չեն ցանկանում որևէ միջոցներ ձեռնարկել բոլոր այդ խնդիրների կանխման եւ կանխարգելման ուղղությամբ։ Հենց այսպիսով էլ երիտասարդությունը դուրս է մղվում հանրային դաշտից այդ քննարկումների պրոցեսներից, քանի որ որոշումները այդպիսով առավել քան անխոչնդոտ են իրականացվում իշխանության կողմից։ Սակայն սիրելի երիտասարդ, մենք պետք է վստահ լինենք, որ որքան անգամ մենք չենք մասնակցում քաղաքական գործընթացին, ընտրություններին, եթե մենք չենք միանում որևէ կուսակցության կամ չենք ստեղծում այն հարթակը, որտեղ մենք կարողանանք բարձրաձայնել մեր ձայնը եւ մեր դժգոհությունները կապված իշխանությունների կայացած որոշումների հետ, այդպիսով մենք չենք ձևավորվում այսօրվա օրակարգը եւ հենց այդպիսով է, որ պետության քաղաքական ուղղությունը ձևավորվում է առանց երիտասարդների հուզող հարցերի եւ ապագայի հաշվի առնելու եւ արդյունքում մենք ստանում ենք մի համակարգ, որտեղ մենք բոլորս երիտասարդությունը ստիպված է լինում ուղղակիորեն հարմարվել բոլոր այն ստեղծված խնդիրներին եւ պայմաններին դրությանը, որը որ կստեղծի օրվա ռեժիմը եւ մեզ մնում է միայն հարմարվել եւ ոչ թե ձևավորել հենց մեր սեփական օրակարգը, հենց մեր իրականությունը։ Սակայն սիրելի երիտասարդներ, մենք այնուամենայնիվ պետք է համոզված լինենք, որ քաղաքացիական ակտիվությունը դա հոբի չէ, դրան մենք չպետք է նայենք որպես հետաքրքրվածություն, միանշանակ դա իրենից ենթադրում է պարտավորություն եւ հատկապես մեր երկրում այժմ, երբ այս իշխանությունների օրոք հասարակության ներսում գոյացել է շատ ծանր իրավիճակ կամ բազմաթիվ խնդիրներ, լրջագույն խնդիրներ, որոնցից է անվստահության արկայությունը, հուսահատությունը, հասարակական բևեռացումը, արժեքային ճգնաժամը, աղքատությունը եւ այս ամենի հետ մեկտեղ հատկապես այս տագնապալի իրադրության ներքո սիրելի երիտասարդներ մենք մեր լռությունը եւ մեր ակտիվության բացակայությունը լիարժեքորեն դիտարկվում է որպես ոչ թե չեզոքություն, այլ ընդհանրապես համաձայնություն այն ամենի հետ, ինչը այժմ կատարվում է։ Ես ցանկանում եմ ասել, որ սիրելի երիտասարդներ մենք պետք է ամեն կերպ բարձրացնենք մեր ձայնը, ամեն կերպ պետք է ցուցաբերենք մեր այն դժգոհությունները եւ անհամաձայնությունները, որոնք մենք այժմ ունենք օրվա ռեժիմի նկատմամբ եւ նրանց գործելավոճի դեմ։ Վերհիշելով այս իշխանությունների ճակերտավոր հեղափոխության իրականացումից հետո հնչող անընդմեջ հայտարարությունները, որ այս հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունը լինելու է դեմոկրատական պետություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը թևակողելու է դեմոկրատիայի բաստիոն, միանշանակ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ բոլոր այդ ազդարարությունները միանշանակ ենթադրում էին խաբկանք եւ Հայաստանի Հանրապետության համար սուտ, որ դա երիտասարդները կկարողանան փաստել այն հանգամանքով, որ քաղաքական որոշումների կայացման գործընթացներում երիտասարդները չունեն իրական ազդեցություն եւ չունեն իրենց հնարավորությունները, որով կխոսեն եւ կբարձրաձայնեն իրենց իսկ խնդիրները, քանի որ օրվա ռեժիմը, օրվա իշխանությունը այդ ամենին չի հաղորդում կարևորություն։ Սիրելի երիտասարդություն, այժմ մենք չպետք է վախենանք քաղաքականությունից կամ մեր ներգրավվածությունը ցուցաբերել այդ որոշումների գործընթացում, քանզի օրվա իշխանությունները ակնհայտ ունեն վախեր ակտիվ երիտասարդությունից եւ հիմնականում այն երիտասարդներից, ովքեր կկարողանան նրանց օրակարգ թելադրել եւ դառնալ պահանջատեր իրենց երկրի ապագայի նկատմամբ։ Եվ հենց սրանով է կապված այն անընդմեջ արվող փորձերը իշխանությունների կողմից, որոնցով նրանք փորձում են հեռու պահել երիտասարդությանը բոլոր գործընթացներից, զբաղեցնելով նրանց ձևական տարատեսակ իրենց այդ ծրագրերով, այդ ցուցադրական ծրագրերով, խոստումներով կամ իրենց դատարկ եւ փուչ այդ խոստումներով, որոնք վերջնական արդյունքներ չեն գրանցում, դրանք կյանքի չեն կոչվում եւ իրականում կյանքի չեն կոչվելու։
Վերջի վերջո սիրելի երիտասարդություն, մենք պետք է հասկանանք, որ երիտասարդների լռությունը այս իշխանության համար իրականում շատ հարմարավետություն է իրենից ենթադրում, քանի որ որքան անգամ մենք շարունակենք լռել, նրանք կկարողանան գործել ըստ իրենց օրակարգի եւ իրենց օրակարգը իրենից ենթադրում է ազգային հատկանիշներից, զուրկ ազգային բնույթից զուրկ հակազգային գործելավոճ եւ փուչ խոստումներ եւ կեղծ բարեփոխումներ։ Այդ կեղծ խոստումներին եւ բարեփոխումներին մենք անընդմեջ բախվել ենք եւ տեսել ենք։ Ես վստահ եմ, որ այժմ մեր երկրի երիտասարդության ճնշող մեծամասնությունը կփաստի այն համոզմունքը, որ մեր երկրի կայացման համար շատ մեծ եւ լրջագույն դեր ունի, նշանակություն ունի կրթության եւ գիտության մակարդակը, որը այժմ միանշանակ գտնվում է աղետալի ճգնաժամային իրավիճակում, չնայած այն բոլոր խոստումներին եւ բարեփոխական ծրագրերին, որոնք գործող իշխանության խոստումներով միևնույնն է կյանքի չկոչվեցին եւ չիրականացվեցին։ Խոսքը վերաբերվում է այն ակադեմիական քաղաքի կառուցմանը, որը այդ ծրագրին, որը նրանք խոստացել էին, դա իրենից ենթադրում է ամենևին ոչ իրագործելի նախագիծ, քանի որ ակնհայտ եւ պարզ է դառնում, որ այս նախագիծը ստեղծվել է եւ մշակվել է, առաջարկվում է մեր երիտասարդներին ընդամենը այն նպատակով, որպեսզի որոշ չափով մեղմեն այն ճգնաժամային իրավիճակը, որը այժմ ձևավորված է կրթական համակարգում։ Այսօր մեր երիտասարդներին առաջարկվում է մի ակադեմիական քաղաքի նախագիծ, որը կառավարությունը պատվիրել է գերմանական մի ճարտարապետական կազմակերպությունից, որի ղեկավարները անընդմեջ հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունում ակադեմիական քաղաք կարող է կառուցվել միայն, դա կարող է իրագործվել միայն 20-ից 30 տարիների ընթացքում եւ փաստ է դառնում, որ նրանք հաստատել են մի ծրագիր նախագիծ, որը անհեթեթ է եւ կյանքի չի կոչվելու։ Եվ այս ամենի հետ մեկտեղ այժմ Հայաստանի Հանրապետության բյուջեի գումարները ծախսվում են բոլորովին այլ նպատակներով, այլ ուղղությամբ, որը այդքան էլ բարենպաստ չէ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչու եմ ասում ոչ բարենպաստ, քանզի այդ ակադեմիական քաղաքի միայն խորհրդատվության ցուցաբերման համար 3 միլիարդ դրամ է հատկացվելու, որը կազմում է 8.6 միլիոն դոլար։ Այսինքն այս գումարները Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացվում է մի ընկերության, որը ոչ թե կառուցելու է, իրագործելու է այդ նախագիծը, այդ 20-30 տարի հետո կառուցվող ծրագիրը, այլ ընդամենը հատկացնելու է խորհրդատվություն, տալու է ընդամենը խորհրդատվություն եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կա 24% աղքատություն։ Այս ամենի հետ մեկտեղ մենք այս ամենի ֆոնին տեսնում ենք ինչ, որ գործող իշխանությունները զբաղված են իրենց վայելքներով, իրենց վայելքների ցուցադրությամբ, որով եւ ապացուցում են շատ կարեւոր մի փաստ, որ այս իշխանությունը ամենևին չի հուզում, չի հետաքրքրում մեր երիտասարդության ապագան, մեր երկրի անվտանգության հարցը եւ առհասարակ չի հետաքրքրում մեր երկրի որևէ բնակչի հարց։ Նրանք հետաքրքրված են իրենց վայելքներով, իրենց հետաքրքրություններով եւ իրենց այդ կարճ գաղափարները ու տրամադրությունները այսօրվա իշխանությունները փորձում են փոխանցել մեր հասարակությանը եւ հատկապես մեր երիտասարդությանը։ Թե ինչով է այսօր պայմանավորված այս ակնհայտ եւ բացահայտ կազմաքանդումները, որոնք իրականացնում է օրվա իշխանությունը, քանզի նրանց գերնպատակն է կրթության ոլորտը դեպի անկում եւ դեգրադացում տանելը։ Նրանք խոսում են նորաձև կրթության մասին, ակադեմիական քաղաքի մասին, կրթության, գիտության կարևորությունից, սակայն իրական Հայաստանի Հանրապետությունում դրա բացակայությունը ակնհայտ ցույց է տալիս այն փաստը, որ այս իշխանությունները ունեն գերնպատակ, որը եւ հենց կրթական մակարդակը քանդելն է, որը եւ իրենից ենթադրում է նպատակ հանրությանը անկիրթ եւ անառողջ դարձնելու, քանի որ դա գաղտնիք չէ, որ որքան անկիրթ եւ անգրագետ հասարակությանը առավել քան հեշտեգ կառավարելը, ինչը եւ այսօր պետք է գործող իշխանությանը, որպեսզի վերակենդանացնեն իրենց ապիկար իշխանությունը եւ շարունակեն իրենց քաղաքականությունը, իրենց ազգակործան գործունեությունները, որոնցով էլ հասնելու են Ադրբեջանի պահանջներին, որոնցով էլ հենց պայմանավորված է իշխանությունների կողմից բերված այն կեղծ խաղաղության փաստաթուղթը, որը իշխանությունները ամեն հարմար առիթը
բաց չթողնելով օգտագործում են դա ցուցադրելով եւ ծածանելով մեր հասարակության աչքի առջև։ Այդ խաղաղությունը ամենևին էլ խաղաղություն չէ, քանզի այն հիմնված է վախի, կանոնավոր զիջումների եւ Հայաստանի Հանրապետության կործանման վրա։ Ըստ այդմ կարելի ասել, որ այս իշխանությունը չի արել որևէ մի բան, ինչը որ խոստացել է։ Նրանք այժմ ունեն միայն այդ կեղծ խաղաղությունը եւ այդ իրենց Թրամփի ուղին, ավելի կոնկրետ այն միջանցքը, որը Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հանձնել է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Սակայն իշխանությունների կողմից անընդմեջ գովերքվող այդ խաղաղության թուղթը այսօր միանշանակ ունի այլ միտում, այն չի գովերքվում միայն այն պատճառով, որ նրանք ուզում են խաղաղություն Հայաստանի Հանրապետության համար եւ նրա քաղաքացիների համար, այլ այն պատճառով, որպեսզի դրանով փորձեն անընդմեջ վախեցնել մեր հասարակությանը պատերազմի մի նոր վտանգով, որով եւ մեր քաղաքացիները կվախենան մի նոր պատերազմի վտանգից, մի այդ մտքից եւ կհամաձայնվեն իշխանության յուրաքանչյուր որոշման հետ, որ միայն թե չլինի մի նոր պատերազմ, նոր կորուստներ եւ սա է իրական այդ թղթի արժեքը եւ ուժը, որը եւ այսօր գործող իշխանությունը կիրառում է եւ որով այսօր նրանք ցանկանում են գնալ ընտրությունների եւ իրենց հույսը դնում են այդ թղթի գոյության վրա։ Իշխանության կողմից դրսևորվող վախերը եւ մտահոգությունները շատ բացահայտ են այժմ, քանի որ այս նախընտրական փուլում նրանք նույնպես ուսումնասիրելով շատ լավ գիտակցում են եւ հասկանում են, որ մեր հանրության մեջ օրվա ռեժիմի նկատմամբ անվստահությունը այնքան ակնհայտ, այնքան բացահայտ դրսևորում ունի, որ օրվա ռեժիմին այժմ հասցրել է տարակուսանքի եւ տվել է մտահոգության տեղիք, որով եւ այժմ գործող իշխանությունները դիմում են տարատեսակ գործողությունների եւ բավականին ցածր քայլերի, որոնցով նրանք փորձում են վերընտրվել եւ վերակենդանացնել իրենց ապիկար, կործանարար եւ կործանվող իշխանությունը։ Վստահ եմ, որ մեր հանրությունը այլևս չի հանդուրժում օրվա ռեժիմին եւ նրանց քաղաքականությունը, որտեղ քաղաքացիները հիշվում են միայն այն անհրաժեշտ պահերին, միայն նախընտրական փուլերում, երբ հարկավոր է նրանց քվեները, կորզել նրանց քվեները, հատկապես երիտասարդության մասին է խոսքը։ Երիտասարդները շատ լավ գիտակցում են, որ այս իշխանությունը չի կարողանում ապահովել սոցիալական կայունություն, աշխատանքային պայմաններ, կրթական մակարդակ եւ հենց այդ ամենով պայմանավորված այսօր մեր Հայաստանի Հանրապետության հասարակությունը պետք է դառնա առավել քան պահանջատեր իր վաղվա օրվա համար։ Շնորհակալություն։